Ժողովուրդ ջան, շատ կարևոր քաղաքական գործընթաց է տեղի ունենում Հայաստանում կամ գուցե թե պատմական գործընթաց է տեղի ունենում եւ հիմա ակնհայտ է, որ այս քաղաքական եւ պատմական գործընթացի հիմնական շարժիչ ուժը երեխաներն են։ Ինձ սկզբից թվում էր, թե երեխաների ակտիվությունը կապված է մի կոնկրետ բնակավայրի կամ մի կոնկրետ մարզի հետ, բայց հետագա ընթացքը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի երեխաները շատ ակտիվ են հետևում մեր քաղաքական գործունեությանը եւ շատ ակտիվ մասնակցություն ունեն։ Սա մեզ մեծ էներգիա եւ ուժ է տալիս եւ ես առաջարկում եմ, որ մենք մեր երեխաներին մի հատ ծափա արենք, որ այսքան ժամանակ բոլոր հնարավոր տեղերում մեզ ուղեկցում են, մեզ աջակցում են ու ես մտածում եմ անդադ իրանց հարցնում եմ, իրանց պատասխաններից փորձում եմ պատառիկներ դուրս բերել, բայց թե ինչն է պատճառը, որ երեխաները այսքան հետաքրքրված են եւ այսքան ակտիվ են, թերևս երկու պատճառ կա, որովհետեւ մանավանդ այսօրվա ապատեղեկատվական այս հոսքերի ֆոնին, երբ որ սուտը խառնվել է ճշտին, թացը խառնվել է չորին եւ մարդկանց ինֆորմացիոն գիտակցության վրա ազդելը շատ հեշտ է։ Ես կարծում եմ, այստեղ կա մի առանձնահատկություն, որ երեխաները, որոնք դեռ ձևավորման process-ի մեջ են, շատ բաներ զգում են ոչ թե մեծահասակների հատուկ գիտակցական ֆորմուլաներով, որոնց վրա հիբրիդային գործիքները ազդելու ավելի մեծ հնարավորություններ ունեն, այլ շատ բաներ տեսնում եւ զգում են սրտով։ Եվ հետեւաբար այս process-ում կարծում եմ երեխաները տեսնում են երկու շատ կարևոր բան։ Առաջինը տեսնում են սեր եւ երկրորդը տեսնում են, որ շատ կարևոր զգում են, որ շատ կարևոր խաչմերուկի վրա են գտնվում, թե այս խաչմերուկի, այս հանգրվանի լուծումը էական դեր է ունենալու Հայաստանի հետագա պատմության համար, այն Հայաստանի, որտեղ ապրելու են իրենք, որտեղ ապրելու են իրենց երեխաները։ Ժողովուրդ, 2018 թվականի հեղափոխությանը եւ դրանից առաջ ես իմ գործունեության ընթացքում իմ գրեթե բոլոր ելույթները հիմա էլ շատ հաճախ ավարտում էի հետևյալ տրամաբանությամբ. կեցե ազատությունը, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում։ Հիմա թերևս այսօր ամենամոտն ենք մենք մեր պատմության ընթացքում այս ձևակերպմանը, շատ թերևս ամենամոտն է Հայաստանի Հանրապետությունը ազատ եւ երջանիկ այդ կոչմանը եւ որովհետեւ այսօր հանրային ուրախությունը եւ հանրային երջանկությունը թերևս ամենաշատն են արտահայտված մեր կյանքում եւ սրա համար կան մի քանի շատ կոնկրետ պատճառներ։ Այդ պատճառներից մեկը այն է, որ արդեն 2 տարի Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի հետևանքով մենք ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, որովհետեւ բայց շատ կարևոր եւ ըստ էության մենք կոնֆլիկտ էլ չունենք եւ դա է դրա պատճառը, մեկը մյուսի պատճառն են։ Այսօր մեր երեխաները թերևս տեսնում են, նրանց մի մասը թերևս սովորում է, մյուս մասն էլ տեսնում է, որ Հայաստանում այսօր զրոյից կառուցվում են դպրոցներ, որոնց նախադեպը, որոնց նմանը Հայաստանի ողջ պատմության ընթացքում չի եղել երբեք։ Երեք մենք անցնում ենք, տեսնում ենք, տեսանք Կարեն Դեմիրճյանի անվան դպրոցը նոր-նորքի առաջին կամ երկրորդ զանգվածում, այդտեղ ես լավ չեմ պատկերացնում այդ հատվածը, երկրորդն է, չէ՞ երևի կամ նույնիսկ երրորդը երևի։ Նման
նման թե արտաքին, թե ներքին նման մակարդակի դպրոցներ մեր հազարամյա պատմության ընթացքում մենք չենք ունեցել։ Այդ դպրոցներում կան լաբորատորիաներ, որոնց նմանը մենք երբեք չենք ունեցել։ Այդ դպրոցներում կան մարզակույք, որոնց նմանը մենք չենք ունեցել։ Այդ դպրոցներում կան ծրագրեր, որոնց նմանը մենք չենք ունեցել, որովհետև հիմա շատ տարածված է նախագծային աշխատանք կոչվածը, որի հիմնական նպատակը երեխայի ստեղծագործական հմտությունները խթանելն է։ Այդ դպրոցներում մենք ունենք արդեն նորովի մոտիվացված ուսուցիչներ, որովհետև մեծ հարգանքով մեր բոլոր ուսուցիչներին, բայց մեզնից յուրաքանչյուրը, ինձնից սկսած, ձեզնից յուրաքանչյուրը միշտ պետք է մենք պետությունը եւ մենք իրար պետք է կարողանանք մոտիվացնել։ Դա շատ կարեւոր բան է, որովհետեւ էնտուզիազմն էլ է պետքա ինքը լիցքավորվի, հասկանում եք, որովհետեւ էնտուզիազմն էլ կարա մարի, լավ 3 տարի, 5 տարի, 10 տարի պետքա ինքը անընդհատ լիցքավորվելու հնարավորություն ունենա եւ այսպիսին է ուսուցիչների ատեստավորման, կամավոր ատեստավորման են համակարգը, որով նրանք հնարավորություն ունեն իրենց աշխատավարձերը կրկնապատկել եւ կրկնապատկած ատեստավորում անցած ուսուցիչները ուրիշ տրամադրությամբ են մտնում լսարան, ուրիշ դասարան եւ դա շատ կարեւոր է։ Ընդ որում ես ուզում եմ ընդգծել, որ հաջորդ 5 տարում ընդհանրապես ատեստավորման համար մենք այդպես էլ պլանավորել ենք 5 տարվա ցիկլ։ Այն ուսուցիչը ենթադրենք, եկեք լավագույն սցենարով գնանք։ Ուսուցիչը, որը ատեստավորվել է առավելագույն չափով, իր ուրեմն դրույքաչափը 100,000-ից դարձել է 200,000 դրամ եւ դրան գումարվել է ատեստավորման տոկոսը եւ աշխատավարձը կազմել է այդքան։ Ասենք հաջորդ փուլում Իմիջիալոց այնտեղ տարակարգ էլ կա, որից ծրագրել եւ այդ ծրագրելի համախմբումով այսօր Հայաստանում 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներ կան։ Հաջորդ փուլում նույն ատեստավորված ուսուցիչներին մենք նոր ատեստավորում կամավոր անցնելու հնարավորություն ենք տալու։ Այս պարագայում արդեն դրույքաչափը դառնալու է 300,000 դրամ, գումարած էլի նույն սկզբունքով կամավոր ատեստավորման տոկոսը եւ եթե այս փուլում մենք 700,000 դրամ ստացող ուսուցիչներ ունենք, հաջորդ փուլում արդեն 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներ ենք ունենալու եւ այս գործընթացը անընդհատ շարունակվելու է, որպեսզի մենք չթողենք աշխատավարձերը մի կետի վրա, հետո գնաճը գա, անընդհատ ցածրացնի այդ աշխատավարձի գնողունակությունը ցածրացնի, արդյունքում այդ աշխատավարձը ձգտի ըստ էության ոչնչի։ Նույնն է նաև կենսաթոշակների դեպքում։ Այսօր մենք ասում ենք, որ միջին կենսաթոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին, ներողություն, նվազագույն սպառողական զամբյուղին, բայց մենք հասկանում ենք, որ առաջիկա տարիներին գնաճ ալնելու, դա անխուսափելի բան է։ Եվ մենք ասում ենք, երբ որ տեսնենք թոշակի գնողունակությունը նվազագույն սպառողական զամբյուղից իջել է, այդքան այդ չափով առնվազն այդ չափով կինդեքսավորենք, որ մարդը այդ նույն թոշակը վերցնելիս չզգա թոշակի գնողունակության նվազում եւ սա առաջիկա մեր ամենակարևոր անելիքներից է։ Երեխաներին, իմիջիալոց երեխաների ակտիվությունը, ես մտածում եմ, որ այսպեսի մի բանի հետ էլ կապ կարա ունենա, դե տապիկ տատիկների թոշակը ավելացել է միջինում 10,000 պլյուս 10,000 դրամով, 10,000-ը բուն ավելացումն է եւս 10,000 անկախիկ առևտրի դեպքում հետ վճարի համակարգից։ Հիմա դուք գիտեք, որ 65 պլյուս տարիքի պապիկներ, տատիկները նաեւ առողջության ապահովագրություն ունեն։ Այդ առողջության ապահովագրությունը նշանակում է, որ նախկինում իրենց առողջապահության կարիք ուներ, չէ՞ մարդը, ինչ որ մի ծախս
պետքա աներ իր առողջության համար, հնարավոր չի, որևէ մի ծախս պետքա աներ։ Հիմա առավել ևս կան քրոնիկ հիվանդություններ ունեցողներ, որ նախկինում իրենց թոշակներից 10, 20, 30 հազար ամիսը ծախսել են դեղ ձեռք բերելու վրա։ Հիմա այդ դեղերը իրանք ստանում են առողջության ապահովագրության մասով։ Հիմա ես չեմ պատկերացնում տենց տատիկ պապիկ, որ իր եկամուտը փաստացի 20,000 դրամով ավելացած լինի ու նախկինի համեմատ գոնե մի 5,000 դրամ ավել թորնիկի վրա, ասիկը թորնիկին նվիրած չլինի, որևէ ձևով, կոնֆետի ձևով, չգիտեմ որևէ ձևով, բնականաբար թորնիկներն էլ ասում են պապի, տատի, ես ինչ հաշիվա, ես ինչ եք սենց բան արել, ես ինչ շռայլություն է, ես ինչ հաշիվա, ենթադրում եմ կարող է, տատիկ պապիկներն էլ ասում են Նիկոլը թոշակը բարձացրել է և այդտեղ էլ մյուս էմոցիոնալ կապն է առաջանում մեր երեխաների հետ, բայց իհարկե կարծում եմ երեխաները ամենաշատն են զգում պետության և հանրության տրամադրությունը, իսկ պետության և հանրության տրամադրությունը այսօր բարձր է առավել քան երբևէ, որովհետև երկրում խաղաղություն է հաստատված, Ժողովուրդ ջան, խաղաղություն է հաստատված և խաղաղության առիթով ես ուզում եմ բոլորի շնորհավորել և այդ խաղաղությունը իրողություն է, այդ խաղաղությունը իսկական է, այդ խաղաղությունը նման է 9 ամսեկան երեխային, որ մեզ երջանկություն և ուրախություն է պատճառում, բայց շատ կարևոր եմ համարում և այս ընտրության իրականում թիվ 1 հարցը դա է, արդյոք Հայաստանի ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը, թե տեր չի կանգնելու խաղաղությանը, տեր կանգնել խաղաղությանը ինչ է նշանակում, նշանակում է, որ եթե կամ երբ ժողովուրդը այդ ընտրությունը կատարի, իմիջայլոց այսօր էլ ես ձեզ ասեմ, օգոստոսի 8-ից ամեն օր խաղաղությունը ուժեղանում է, փոքր քայլերով, շատ փոքր քայլերով, երբեմն այդ քայլերի մեջ մեծ քայլեր են երևում, մասնավորապես երկաթուղին է բացվել, դեպի Հայաստանը երկաթուղային կապ է ստացել, մեր սահմանամերձ գյուղերի կյանքին ովքեր ծանոթ են, նրանք գիտեն, որ տասնյակ տարիներով մասնավորապես Տավուշի մարզի գյուղերը, ասենք մարդիկ իրանց խոհանոցից հյուրասենյակ գնալիս տենց շատ նեն չի, որ շատ վստահ գնում էին, որովհետև տանիքներ այդ գյուղերի քրքրած էին ուղղակի, քրքրած, հիմա այդ մարդիկ իրենց խոհանոցից հյուրասենյակ են վստահ գնում, իրենց բակել են վստահ դուրս գալիս, որովհետև խաղաղությունը իսկական է և խաղաղությունը վերափոխելու, խաղաղությունը մի կողմ դնելու, վերաբանակցելու բոլոր փորձերը բերելու են անխուսափելի էսկալացիայի և անխուսափելի ռազմական բախումների։ Սա պարզ քաղաքագիտական կանոն է, էլի եմ ասում, օգոստոսի 8-ին 2025 թվականի, այո, ձեռք բերվեցին համաձայնություններ, դրանով ընդունվեց հռչակագիր, որով հաստատվեց խաղաղություն, բայց դա հնարավոր դարձավ միայն այն բանի շնորհիվ, այսինքն նաև առաջին հերթին, որ մարտ ամսին Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել էին խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության գալու և բանակցությունները ավարտելու մասին, այսինքն Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ այլևս բանակցություններ չեն լինելու, որովհետև տեքստը ստորագրված է, Էսա խաղաղության անկյունակարը եղել և այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը ասում է, որ իրենք վերաբանակցելու են, այդ նշանակում է, այսինքն հիմա հաստատված է խաղաղություն, դրանից առաջ, ամիսներ առաջ և դրան նախորդ հարկը պայմանականորեն ասած,
խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունների ավարտն էր, այսինքն այդ աստիճանի վրա հենվելով մենք բարձրացանք հասանք խաղաղության, եթե խաղաղության համաձայնագիրը վերաբանակցվում է, իսկ պատերազմի երագլուխ կուսակցությունը դա ասում, դա նշանակում է, որ մենք խաղաղությունից հետ ենք գնում եւ մտնում ենք բանակցությունների փուլ, 30 տարի մենք բանակցությունների փուլի մեջ ենք եղել եւ 34 տարի մենք բանակցությունների փուլի մեջ ենք եղել, ինչը զուգորդվել է պատերազմով, այսօր մեզ ասում են, թե այ Քոչարյանը, մյուսները, թե խաղաղություն ա եղել նախկինում, 25 թվականից առաջ, 25 թվականի իմ նշած իրադարձություններից առաջ խաղաղություն չի եղել, Ժողովուրդ ջան, եղել է պատերազմի տարբեր ինտենսիվություն, որովհետև 91 թվականից մինչև 2025 թվականը եղել է օրացուցային առաջին տարին, որ Հայաստան, Ադրբեջան կոնֆլիկտի արդյունքում հետևանքով ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր, 91 թվականից սկսած ամեն տարի մենք ունեցել ենք զոհեր եւ վիրավորներ եւ ոմանք դա անվանում են խաղաղություն, որն է այն խաղաղությունը, երբ որ կան զոհեր եւ վիրավորներ, եւ որն է այն խաղաղությունը, թե չգիտենք, թե սահմանին մեր զինվորի վրա կկրակեն, թե չեն կրակի, դա չի կարող լինել խաղաղություն, տասնյակ զոհեր ենք մենք ունեցել, հարյուրավոր զոհեր ենք ունեցել եւ պատերազմի վիրավորներ ենք ունեցել հարյուրավոր եւ խաղաղությունը այսօր է, խաղաղությունը հիմա է եւ այդ խաղաղության հիմքերը տակից քաշելը վերաբանակցել բառը կամ այն տրամաբանության, որ այս ուժեղ խաղաղություն չի, մենք ուժեղ խաղաղություն ենք հաստատելու, ուժեղ խաղաղություն հնարավոր է հաստատել միայն ուժի միջոցով, ուժի կիրառման միջոցով, ուժի կիրառումը բացում է ուժի մասին խոսակցությունը, բացում է ուժի մասին խոսակցություն, ուժի մասին խոսակցությունը, ուժի կիրառումը տալիս է ուժի կիրառման հնարավորություն եւ հետեւաբար երրագլուխ կուսակցության բոլոր խոսույթները մեր երկիրը եւ ժողովրդին առաջնորդում են պատերազմի, միանշանակ եւ աներկա պատերազմի, ընդ որում չի լինելու հետաձգում լինելու է, որովհետեւ ոչ մեկ չի սпасելու ժողովուրդ, ոչ մեկ չի սпасելու, չէ, որ ասենք Հայաստանում իշխանություն փոխվի, ցանկացած փոխված իշխանություն 1-2 պետք է հասկանային չէ, ոչ մեկ չի սпасելու, որ այսօր հայրենասիրության բանի տակ հանդես են գալիս Ղարաբաղի դրոշներով եւ այլնով եւ այդպես շարունակ, ոչ մեկ չի սпасելու, որ դա Հայաստանը այդ քաղաքականության ներքո կամ ենթադրվող երրագլուխները վզներն ամրացնեն եւ իրենց քաղաքականությունը վարեն, հենց անմիջապես սահմանամերձ գյուղերում սկսելու են կրակոցները, սկսելու է էսկալացիան, որը անխուսափելի բերելու է պատերազմի, եւ հետեւաբար շատ կարեւոր է, չափազանց կարեւոր է, որ 2026 թվականի հունիսի 7-ին մեր քաղաքացիները գնան ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեն խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ. ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Ավանին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառքնահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Բայց շատ կարևոր է նաեւ, որ մեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ ապագայի եւ խաղաղության ճակատագիրը կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը
դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, ելով կա ուր այդ մեկ մարդը թող ձեր բարձրացնի, ուր այդ մեկ մարդը, եւ այդ մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ պետականատեր ժողովուրդ, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Ավանին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալ եմ։